Այսօր լսողության միջազգային օրն է, և ես ուզում եմ ձեզ հետ խոսել լսողության հետազոտման մի եղանակից, որը շատ քիչ կլինիկաներում կան Հայաստանում։ Մենք ունենք այդ հետազոտման մեթոդը, դա լսողության օբյեկտիվ հետազոտությունն է, այսինքն հիվանդի գործոնը այստեղ չկա։ Այն կատարվում է հիվանդի քնած պայմաններում, երեխաների դեպքում կատարվում է նարկոզով, արդյունքում մենք գրանցում ենք ուղեղի պոտենցիալները, որոնք առաջացել են լսողական ազդակի արդյունքում։ Ես կտեղադրեմ ընթացքը և արդյունքները դուք կտեսնեք, այս հետազոտման շնորհիվ մենք կարողանում ենք հստակ որոշել ծանրալսության աստիճանը և տեսակը։ Այստեղ տեսնում ենք, որ կատարվում է հետազոտությունը հիվանդի քնած վիճակում, դեմքին ամրացված է հիվանդի էլեկտրոդներ, որոնցով և մենք կարողանում ենք գրանցենք լսողության կարճ լատենտ հարուցված պոտենցիալները։ Այսպիսով հասկացանք, որ լսողությունը մեր կարևորագույն զգայարաններից մեկն է, և եթե նկատել եք, որ ունեք լսողական խնդիր, մի ուշացրեք և մի անտեսեք այն, քանի որ հետևանքները կարող են լինել անդառնալի։